Մինչև հիմա միայն անձնել ենք հողերը թշնամուն։ Մեր գյուղերը, հողերը եւ հոգեբանությունը նենց է, որ դիմադրական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ միշտ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձր աստիճան, կառավարական եւ այլն մակարդակով, որ մտածում են, թե մենք պետք է մեր հայ դատից հրաժարվենք։ Դա նրանից է գալիս, որ մեր ազգի ինտելիգենցիան հիմնականում ցածր ոգուտեր մարդիկ են, չեն մարտնչելու ձևն ու վիճակը չգիտեն։ Համար այդպիսի բաներ կարող է պատահի շատ կան։ Իսկ այստեղ հաստորեն ֆորպոստն է մեր ազգի, Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը, Զանգեզուրը, դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ եւ դա դատարկ խոսքեր չեն, դա իրոք այդպես է։ Ցանկացած պահին մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում եւ կրկնել 18 թիվը։ Հեշտությամբ դա կարող է արել։ Դա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա եւ կազմում են տարբեր գաղափարների տակ զինվորական զինված ջոկատներ։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա, ընտրում մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք, որ սա Հայաստան է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ։ Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնի Շահումյան, Գետաշեն, Արցախի հանձնումը։ Կան գերագույն պահեր եւ ժողովրդի գոյության ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր։ Եվ իրենց դիրքերի վրա վտանգի պահին մնում են զորավորները միայն։ Նման վայրկյաններին ժողովուրդը զորավորների մեջ փնտրում է ամենազորավորին եւ նրա ափի մեջ դնում իր ճակատագիրը։ Այդպես է աշխարհ գալիս ճշմարիտ առաջնորդը։ Դեռևս 30-ականներին գրված Գարեգին Նժդեի այս տողերը լավագույնս են բնութագրում Լեոնիդ Ազգալդյանի անձն ու երևույթը, մարդու, ով իր գործով ու ճակատագրով վերստին ապացուցեց, որ հայ ազգն իր հարատև գոյության համար պարտական է միայն ու միայն պատմությանը ձեռնոց նետած ճշմարիտ առաջնորդներին։ Իրավի, նրանց առաքելությունը նման է խենթության, քանզի հուսաբեկության ու համատարած սարսափի պահերին նրանք հանդգնում են հավատալ հաղթանակին։ Նրանք պարտադրում են այդ հավատը յուրայիններին եւ ապա որպես վերջին ու ամենակարևոր դաս ինքնազոհության սրբասուրբ արարն իրագործելով ստիպում են հասկանալ, որ չկա մարդու համար ոչինչ առավել թանկ, քան ազգն ու հայրենիքը։ Ես այսպիսի խոսքեր եմ ասում, մահը շատ ուշացավ Լեոնիդի պարագայում, կամ միգուցե շատ շտապեց, որպեսզի նրանից խլեր անմահությունը։ Մահը նույնպես հասկացավ, որ պարտվեց, որպեսզի կարողանար խլել նրանից անմահությունը, եւ Լեոնիդը ամահ է զուտ նրա պատճառով, այն պատճառով, որ նրա զինվորները անկախ նրանից լինեն բանակում, թե խաղաղ կյանքում շարունակում են գաղափարական մարդը, շարունակում են ազգի տեսակը պահպանելու, ազգի ոգեղենությունը պահպանելու եւ բանակում եւ խաղաղ կյանքում ազգի մշակույթը, ազգի տեսակը, ազգի ոգեղենությունը, ազգի մտավոր պոտենցիալը ի տարբերություն շատ-շատերի, որ համ մեր ազգային գաղափարախոսությանը զուգահեռ նաեւ քանդում է մեր ազգային գիտական պոտենցիալը։ Լեոնիդի անձն ու երևույթը իմաստավորելիս անհնար է չէ հիշել Նժդեհյան քարագիր տողերը, նահատակները,
Այդ մեծ մեռելները ամենից քիչ իրենց կուսակցության կպատկանեն, ամբողջ իրենց ցեղին ու պատմության, չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա ու կմնա ազգային մարտիրոսությունը և հերոսականը։ Երիցս ճիշտ էր նժդեհն իր այս հավատամքի մեջ, քանզի Ազգալդյանն այդ ճշմարտության մարմնացումներից մեկը դարձավ։ Անկախության համար շարժման և արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերից ներգրավվելով պայքարի մեջ և դառնալով այդ պայքարն առաջնորդողու ոգեշնչող անձերից մեկը, նա այդպես էլ չպատվեց իր անդամությամբ ոչ մի կուսակցության, չհարեց քաղաքական գաղափարախոսական և ոչ մի հոսանքի, շատերի պես չպարպեց իր ժամանակն ու միտքը դատարկախոս ժողովների, անիմաստ բանավեճերի, միտինգային ճոռոմ ելույթների վրա, այլ ամբողջ եռանդը, ուժն ու կարողությունները ծառայեցրեց միայն մեկ գործնական նպատակի՝ հայրենիքի ազատագրության համար կռվին։ Ասված խոսքը ասում են ժողովուրդները կարողանում են աշխարհին ներկայանալ իհարկե իրենց հերոսներով, առավելապես իրենց հերոսացած նահատակված անհատներով, որոնք գտնենք, որ Աստծո գոյությունը կա, արդեն համբարձվել են։ Այդ շարքում ես միանշանակ տեսնում եմ Լեոնիդ Ազգալյանին ու նրա մեջ հանդիպելով հենց հանդիպման առաջի օրը ես տեսել եմ տաղանդի ու հերոսի համակցված կերպարը։ Սա իմ համար շատ կարևոր էր, որտեղ նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր, գիտնական էր, ես էլ մասնագիտությամբ ֆիզիկ էի, մեր հենց մասնագիտական հայացքները իրար հետ համընկավ և այնուհետև իմ համար զարմանալի էր, որ նա թողել է իր այդ գիտական աշխատանքը ու եկել Արցախ զինվորագրվելու և Արցախի ջոկատների կազմում փրկելու վտանգված ճակատագիրը հայոց արևելաց երկրի ժողովրդի, այսինքն արցախահայության։ Ես ուզում եմ ընդգծել, այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կպարտվի լրիվ, թուրքը կկորցնի, ուրեմն իրենք, հայը, ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում։ Սա միայն մի փոքր կտոր հարց չէ։ Լեոնիդ Ազգալդյանի խոսքը երբեք ճոռոմացված չէր ռետորական արվեստի պատյուճանքներով։ Այդ խոսքում չկար արտահայտվող մտքին փայլ հաղորդելու ավելորդ ջանք ու ձգտում, եւ այնուհանդերձ իր պարզության ու շիտակության մեջ այն լիցքավորված էր համոզելու մոկական ուժով։ Սա Հայաստանն է եւ վերջ, ասում էր նա, եւ այդ պարզունակ թվացող բառակապակցության մեջ էր տեղավորվում նրա դավանած բացարձակ արժեքը, նրա կյանքի ողջ փիլիսոփայությունը, նրա միակ հոգսն ու մտորումը։ Քիչ խոսքեր ու միայն գործ, ամենօրյա գործ, զորուգիշեր գործ, հանուն Հայաստանի։ Այս էր նրա պահանջը ու պատգամը զինակիցներին, որոնց բոլորի խոստովանությամբ հանդիպումը Լեոնիդի հետ շրջադարձային եղավ նրանց կյանքում ու ստիպեց ապրել իսկական վերածնունդ, հոգու եւ մտքի վերակերպում, որի մեծագույն արգասիքը դարձավ հայրենիքի համար երանությամբ մարտիրոսանալու պատրաստակամությունը։ Հասկաց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այս մարդը եւ մեր անցյալը գիտի, մեր սխալներն էլ գիտի եւ մեր ապագան էլ տեսնում։ Այսինքն 2-3 հանդիպումից հետո ես հասկացա, որ գործ ունեմ մի մարդու հետ, որի նմանը հազվագյուտ են պատահում։ Եվ հետագայում կյանքը ապացուցեց, որ իրոք սա թե ինտելեկտով, թե պատրաստությամբ, թե ազգասիրությամբ, թե մարդկանցությամբ, թե էրուդիցիայով ընդհանրապես, թե կարգապահությամբ, ես նման մարդ չեմ տեսել։ Եվ ամեն ինչ անշահախնդիր էր, ասենք, այս մարդը փորձում էր հավաքել իր նմաններին ու ապացուցել ազգին, որ մենք այլ ազգ ենք, որ մենք ավելի շատ իրավունքներ ունենք այս աշխարհում, քան թե մեզ ներկայացնում են մեր ժողովուրդը, որը որ շեղվել է ժամանակի ընթացքում։ Ասում են, թե Ազգալդյանի համակուրսեցիներից մի կին Լեոնիդի նահատակության լուրն առնելով անակնկալի եկած հարցրել է, բայց ինչ կապ ունի Լեոնիդը Ղարաբաղյան կռվի հետ, ախր ինքն այնքան հեռու էր նման բաներից։ Այդ կնոջ տարակուսանքն օբյեկտիվ էր ու հասկանալի բոլոր համակուրսեցիների համար, քանի որ իսկապես համեստ ու լրակյաց ուսանող Ազգալդյանից ժամանակին ոչ ոք չէր էլ կարող սպասել նման կյանքի ուղու եւ ճակատագրի ընտրություն։
Բարձրադիր խորհրդային պաշտոնյայի զավակ լինելով եւ ունենալով կյանքի բոլոր բարիքներից օգտվելու հնարավորություն, Լեոնյան հավակնում էր լրացնել սովետական Հայաստանի այսպես կոչված ոսկե երիտասարդության շարքերը, տրվել զանազան հաճույքների եւ առանձնապես չմտահոգվել իր ապագայի համար։ Սակայն ի զարմանս շատերի նա այդպիսին չէր, բայց նույնիսկ այդ պարագայում էլ համակուրսեցիների մտքով անգամ չէր անցնի, թե ինչ էր նախապատրաստում ճակատագիրն այդ համեստ ու լրակյաց երիտասարդին։ Նա ծնվել էր 1942 թվականի նոյեմբերի 22-ին Թբիլիսիում, Հայաստանի Կամո, ներկայիս Գավառ քաղաքից Վրաստան տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ Հետագայում Ազգալդյանի ընտանիքը վերադարձել էր Կամո, ուր հայրը զբաղեցրել էր շրջգործկոմի քարտուղարի պաշտոնը, ապա դարձյալ հետևել էր նոր տեղափոխություն, այս անգամ Երևան։ Այստեղ Լեոնյան սովորել էր Ասքանազ Մռավյանի անվան դպրոցում, որն ավարտելուց հետո 1960 թվականին ընդունվել էր Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Ուսանողական տարիները շատ ագեցած էին ու հետաքրքիր, սակայն ճակատագիրը հարված հասցրեց նրան, ստիպելով ապրել կյանքի առաջին դառնությունը, մահացել էր նրա մայրը։ Լեոնիդն այդ միշտ ընտանիքից հեռու չկարողացավ տանել ու վճռեց վերադառնալ Երևան։ Այդ որոշմանը նպաստել էին նաև լարված հարաբերությունները Մոսկվայի համալսարանի ռեկտորատի հետ։ Բանն այն էր, որ Լեոնյան իր ընկերների հետ կազմակերպել էր 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սգո միտինգ, ինչը մեծ հանդգնություն էր այն տարիներին։ Ուստի ուսանող Ազգալդյանը անմիջապես հայտնվել էր համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, որպես ազգայնական գաղափարախոսությանը հարող քաղաքացի։ Այնուհանդերձ, Երևանում շատերը նույնիսկ չէին իմացել այդ միջադեպի մասին։ Ինքն էլ այդուհետ հանդես չէր եկել նման նոր նախաձեռնություններով։ Ուստի ոչ ոք առանձնապես չէր նկատել, որ արտաքուստ, շատ հանգիստ ու քչախոս այդ երիտասարդը իրականում համակված է այնպիսի գաղափարներով, որոնցով այդ տարիներին ապրում էին միայն եզակիները։ Լեոնիդի կերպարը ինքնին դաստիարակիչ է։ Ուշադրություն դարձեք, նա պատանի տարիներից, պատանի հասակում, արդեն լուրջ հայտ է ներկայացրել, եղել է սպորտսմեն, Հայաստանի հավաքականի անդամ, ջրագնդակի, թեթև ատլետիկայի հավաքականի անդամ, ունի բազմաթիվ ռեկորդներ, համամիջնական մրցումներում նրա թիմը գրավել է առաջին տեղ, արժանացել մրցանակների։ Նա խփել է բազմաթիվ հանրապետական ռեկորդներ, եւ վազքի, եւ լողի, այսինքն պատրաստված է եղել։ Եվ հետո ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից ասում եմ, ինձ սերնդի մաթեմատիկոսները, ֆիզիկոսները լավ գիտեն, թե ինչպիսի գիտելիքներ պետք է ունենար դիմորդը, որպեսզի 60-62 թվականին կարողանար ընդունվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Դա փայլուն գիտելիքների տերազնավորություն պետք է լիներ, եւ նա ընդունվեց։ Երևանում Ազգալդյանը շարունակեց իր ընդհատված ուսումը եւ փայլուն ցուցանիշերով ավարտեց համալսարանը ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ։ Այնուհետև սրան հետևեցին աշխատանքային տարիները, որոնց ընթացքում բացահայտվել էր գիտնական Ազգալդյանի անարարկելի տաղանդը։ Նա աշխատել էր ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել էր պլանավորման մեթոդաբանությամբ եւ կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, նաև գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակամիջոցներում Լեոնիդը բաժնի վարիչի պաշտոններ էր զբաղեցրել պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, էներգիա գիտաարտադրական միավորումում եւ ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։ Թվում էր, թե գիտությամբ զբաղվելուց բացի իր կյանքում նա այլընտրանք չպիտի ունենար, եւ ֆիզիկան էր այն միակ ասպարեզը, որում դրսևորվել էին Լեոնիդ Ազգալդյանի բացառիկ ունակություններն ու ձգտումները։ Բայց 1988-ի իրադարձությունները մուտք գործելով Լեոնիդի կյանք ստիպեցին նրան վերագնահատել իր նպատակներն ու կարողությունները նոր իրականության մեջ եւ այդուհետ ընդմիշտ կապվել ճակատագրով Արցախյան լեռներում ծավալված նորօրյա հայոց գոյամարտի հետ։ Իհարկե առանց տաղանդ լինելու չես կարող ուսանաս, որտեղ այդ տաղանդի մեջ համբուրված էր ազգային գաղափարը, ազգի պատմությունը, լրիվ կնիկված էր այդ մարդու մեջ, դրոշմված էր նրա մեջ։
Եվ ես հիշում եմ այդ պահը, որ երբ խոսում էինք, ասենք մենք այսպես էինք ներկայացնում, հայոց արևելեց երկիր, Արցախ աշխարհ, բայց ինքը կասեր սա Հայաստանի եւ վերջ, այո, սա Հայաստան էր եւ Հայաստանի այդ հատվածի ճակատագիրներ վտանգված եւ ինքը եկավ զինվորագրվելու։ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Լեոնիդը ակտիվորեն ներգրավվեց պայքարի մեջ, սակայն շատ շուտով հիասթափվելով դեպքերի զարգացման ընթացքից կտրուկ փոխեց իր սկզբնական դիրքորոշումները։ Պրագմատիկ դատողությունը հուշում էր նրան, որ միտինգներն ու նման միջոցառումները դատարկ, անիմաստ եւ նույնիսկ վնասակար են իսկական պայքարի համար։ Նրա խորին համոզմամբ Խորհրդային միության պարագլուխները ոչ մի դեպքում չէին համաձայնի հենց այնպես հանձնել Ղարաբաղը Հայաստանին, անսալով սոսկ խնդագրերին, ուղերձներին ու գործադուլ անելու սպառնալիքներին։ Բացի այդ միությունը արդեն իսկ փլուզվում էր, իսկ Ադրբեջանը աստիճանաբար որդեգրում էր հայերի հանդեպ դաժան ճնշումների, ահաբեկության ու եղեռնագործության պրակտիկան։ Պայքարը հրապարակներից ու պաշտոնավորների աշխատասենյակներից անխուսափելիորեն տեղափոխվելու էր մարտադաշտ, եւ հենց դրա կանխազգացումը ստիպեց Ազգալդյանին հորդորել ժողովրդին ու մասնավորապես մտավորականությանը հրաժարվել պոռոտախոսությունից ու լրջորեն նախապատրաստվել դաժան ու երկարատև պատերազմի։ Լեոնիդը ի սկզբանե երբ որ տեսավ միտինգները, նա հեռացավ միտինգների դաշտից, այսինքն դա իր համար կուրս գծեցողների հրապարակ էր։ Այն հրապարակը, այն հարթակը, որտեղից շատերը կուրծք էին ծեծում հայրենասիրության մասին խոսքեր ասելով եւ հետագայում շատերը իրենց պախարակեցին, իրենց պահվածքով, իրենց խայտառակեցին նաեւ կարելի ասել ազատ անկախ Հայաստանի թալանչիներ եւ այլ կեցվածքներ ընդունելով Լեոնիդը ուղղակի հեռացավ այդ հարթակից ձեռքը թափ տալով եւ ասելով որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու եւ պետք է պատրաստվել պատերազմի։ Իր մի շարք մտերիմ գիտնական ընկերների հետ, որոնց թվում էր նաեւ Ալեքսանդր Թամանյան կրտսերը, հայ մեծ ճարտարապետի թոռը, Լեոնիդը նախաձեռնեց ինքնաշեն զենքեր պատրաստելու գործը։ Քիչ է ասել, թե ֆիզիկոսի մասնագիտությունն այդ գործում օգտակար եղավ նրան։ Լեոնիդի տունը վերածվել էր իսկական արհեստանոցի, որտեղ ընկերները նախագծում ու պատրաստում էին ինքնաձիգերի նորանոր նմուշներ ու պայթուցիկներ, իսկ հետո փորձարկում դրանք քաղաքից դուրս ամայի վայրերում։ Այդ ամենին զուգահեռ Լեոնիդը նաև ուսումնասիրում էր ռազմագիտական հատուկ գրականություն, գոնե տեսականորեն յուրացնելու համար ռազմարվեստի նրբությունները, քանի որ ինքը առհասարակ չուներ համապատասխան պատրաստվածություն։ Եվ մինչ հայաստանյան մտավորականության մի ստվարզանգված տարված էր միտինգներով, մամուլի էջերում եւ հեռուստատեսությամբ հայրենասիրության մասին ճամարտակելով, իսկ մյուս մասը առհասարակ աշխատում էր անհաղորդ մնալ ծավալվող զարգացումներին։ Լեոնիդն իր փոքրաթիվ ընկերներով գործնականորեն նախապատրաստվում էր զարգացումների սպասվող տարբերակներից բատագույնին՝ Ադրբեջանի հետ ճակատային պատերազմին։ Սկզբում մենք համասարանի կոլեկտիվի հետ միասին օգնում ենք Լեոնիդին, սպասարկում ենք նյութերով, քիմիական նյութերով, պայթուցիկ նյութերով եւ նրա պատվերով համասարանում Դավթյան Կարապետ Օգանեսովիչը եւ Հակոբյան Հելբիկը առաջինը սինտեզեցին հրթիռային վառելանյութը պերխլորի դանիդրիտի բազայի վրա, հենքի վրա։ Այսինքն հենց պատերազմի առաջին օրերից, շարժման առաջին օրերից արդեն Լեոնիդին պարզ էր եւ մեր ընկերների շատերին նույնպես, որ այս շարժումը վերջապես վերահսկվելու պատերազմի եւ պետք է պատրաստվել պատերազմի։ Համախոհների ու զինակիցների շրջանակն ընդլայնելու համար նա կոչ էր հղել Հայաստանի մտավորականությանը միանալ իրենց գործին եւ գլխավորել ժողովրդական պայքարը, սակայն ի զարմանս իրեն արձագանքներ քիչ եղան։ Հետագայում նա դառնության բազմիցս կրկնելու էր, թե մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգուտեր մարդիկ են։ Սա մեղադրանք չէր ուղղված ուրիշներին, այլ ավելի շատ ինքնակննադատության, անկեղծ մարդու խոստովանանք, ով կսկիծ ու ցավ էր ապրում յուրայինների դրսևորած անտարբերության ու վախկոտության համար։ Եվ սակայն արձագանքողները թեկուզ քիչ եղան, բայց եւ այնպես նրանք լավագույններն էին, գաղափարին նվիրյալ, ուժեղ կամքի, հզոր ոգուտեր մարդիկ, մի բուռ ընտրյալներ,
որոնց Լեոնիդն իր վաղեմի իղձնի կատարածելով կարող էր հպարտությամբ կոչել բանակ։ Լեոնիդի մագնիսը բազմաբևեռ էր, այսինքն Լեոնիդը կարողանում էր դեպի իրեն ձգել տարբեր տեսակի մարդկանց։ Լինելով ինքը շատ հզոր մեծություն, նա կարող էր եւ հայրենասեր մարդուն, եւ գաղափարական մարդուն, եւ ուղղակի ֆիզիկապես ուժեղ մարդուն, որը ուղղակի պատրաստ էր կանգնելու։ Մարդ, որը ուղղակի կռվարար հոգի ուներ, այսինքն մեջը պորտկում մի բան կար ու ուզում էր նետվել մարդի։ Իր ջոկատում կային ամեն տեսակի մարդիկ, բայց որոնք բոլորը նպատակակետին ծառայող մարդիկ էին, այսինքն Լեոնիդը նաև մեծ առաքելություն ուներ հավաքով ոսպնյակի դեր խաղալու, բոլորի ջանք ու եռանդը նպատակակետին, այսինքն Արցախի ազատագրման ուղղելու, ինչը որ շատ ուրիշ զորավարներ հակառակ էֆեկտը կատարեցին, այսինքն ցրով ոսպնյակի առաքելություն կատարեցին։ 1990 թվականի փետրվարին Ազգալդյանը Աշոտ Նավասարդյանի հետ հիմնեց անկախության բանակ կոչվող կառույցը, որի ռազմական թևը գլխավորեց Լեոնիդը, իսկ Նավասարդյանը ստանձնեց կառույցի գաղափարական հենքի մշակումը։ Սկզբնական շրջանում անկախության բանակը թեև աչքի ընկավ բավականին բարձր կարգապահությամբ եւ նրա կորիզը բաղկացած էր գաղափարապես ու հոգեպես կոփված մարտիկներից, այնուհանդերձ այն իր կառուցվածքով ու մարտական պատրաստվածությամբ դեռևս շատ չէր տարբերվում հայաստանյան առաջին կամավորական ջոկատներից։ Դա ուներ իր օբյեկտիվ պատճառները։ Մարտունակությունը ձեռք է բերվում միայն փորձով ու զորավարժություններում տաժանակիր աշխատանքով։ Ազգալդյանը քաջգիտակցում էր, որ զինված մարդկանց խումբը դեռևս զորք չէ, ոչ է առավել եւս բանակ։ Իսկ նման կերպ կոչվելու իրավունքը կարելի է վաստակել միայն խստագույն կարգապահություն պահպանելու, ռազմարվեստի բոլոր նրբություններին տիրապետելու եւ ամենակարևորը՝ գաղափարապես թրծված լինելու պարագայում միայն։ Այդ համալիր խնդիրների լուծման համար մեծագույն պատասխանատվությունը պիտի կրեր ինքը, հրամանատարը, ով դեռևս անձնապես փորձի մեծ կարիք ուներ։ Ազգալդյանի ներմուծած պարտադիր զորավարժանքների պրակտիկան ունեցավ իր արդյունքը, եւ արդեն առաջին մարտերում անկախության բանակը ձեռք բերեց շոշափելի հաջողություններ։ Մասնավորապես Լեոնիդի տղաները մասնակցեցին Վարդենիսի պաշտպանական մարտերին, ձեռնարկեցին ադրբեջանական Նյուվադի գյուղի առաջին գրոհը, իսկ մարտի 27-ի Երևանի երկաթ գծի կայարանի եւ սովետաշենի արյունալից ադրանքից հետո խոչընդոտեցին սովետական պատժիչ զորքերի Երևան ներթափանցելուն։ Սակայն Լեոնիդը հրաշալի հասկանում էր, որ նույնիսկ այս կուտակած փորձը չափազանց աղքատիկ է այն պայմանների համար, որոնք առաջադրելու էր մոտակա ապագայում սպասվող ճակատային բաց պատերազմը, ցամաքային եւ օդային զինտեխնիկայի բոլոր տեսակների հնարավոր կիրառումով։ Ու մինչ նա տարված էր այդ խնդրի լուծման եղանակներով, անկախության բանակի ղեկավար կառույցում ի հայտ եկան առաջին հակասությունները։ Բանն այն էր, որ Աշոտ Նավասարդյանը առաջարկեց նրան անկախության բանակի հենքի վրա հիմնել կուսակցություն, որը բնականաբար պիտի ներգրավվեր նորանկախ Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացներին։ Լեոնիդը կտրականապես մերժեց այդ առաջարկը, առաջ քաշելով այն համոզմունքը, թե անկախության բանակի միակ նպատակը պիտի լինի Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությունը, այլ ոչ թե ներքաղաքական գործընթացների մեջ մասնակցությունը։ Հատկանշական է, որ կուսակցության հանդեպ իր մերժողական դիրքորոշումը Լեոնիդ Ազգալդյանը պահպանեց մինչև վերջ եւ երբեք չարձագանքեց հետագայում էլ տարբեր կուսակցություններին անդամակցելու առաջարկներին։ Երբեք չդարձավ որևէ կուսակցության անդամ եւ նրա հանճարեղ խոսքերը օտար մի լրագրողի, թե ինչ գույն եք դուք, այսինքն ինչ կուսակցությունից եք, նա ծնկաչոք մի բուրխող էր վերցրել եւ ասել ահա այն գույնը։ Նա չէր կարող լինել որևէ կուսակցության անդամ, չնայած նրա դագաղը թաղման ժամանակ տանում էին 6 տարբեր կուսակցության անդամներ, նա ավելի բարձր գտնվեց եւ ավելի մեծ գտնվեց քան ցանկացած որևէ մի կուսակցություն։ Նժդե ասում էր հերոսին հնարավոր չի պարփակել մեկ կուսակցության մեջ, նա ազգի արժեք է, նա ազգի հերոս է։ Այս առումով Լեոնիդը ավելի բարձր գտնվեց եւ նրա ջոկատի, նրա ազատագրական բանակի տղաներից ոչ մեկը այսօր կուսակցական չէ։ Աշոտ Նավասարդյանի հետ ունեցած տարակարծությունների պատճառով Լեոնիդ Ազգալդյանն իր համախոհ մարտիկներով մտադրվեց ստեղծել նոր ռազմական կազմակերպություն, որի միակ գործառույթն էր լինելու հայրենիքի պաշտպանությունը։
Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու միտումով 1991 թվականի հունիսին ֆրանսիահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի հետ նա հիմնեց ազատագրական բանակ ռազմական կառույցը, որը թեկուզ միայն Հայաստան-Արցախ սփյուռք ճիգերի համադրման իմաստով նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։ Այդուհետ հենց այդ կազմակերպությանն էր վիճակված ստանձնել Արցախյան հերոսամարտի ծավալման հիմնական դերակատարումներից մեկը, եւ հենց այդ կազմակերպության շարքային զինվորների թվից էին դուրս գալու ապագա հայոց կանոնավոր բանակի բարձրադիր շատ սպաներ, գնդապետներ ու գեներալներ, որոնցից շատերը չուրանալով անցյալը մինչև օրս Լեոնիդ Ազգալդյանին համարում են իրենց հոգեհայրը, ուսուցիչն ու հրամանատարը։ Հայաստանում խումբ ուներ, Շահումյանում խումբ ունեն, պատրաստված հարկային, իր պատրաստված ուղրանցից ուղարկելին դեղ, Կրասնասելսկ, ժամանակ դեղել է, չէ, ես հիշում եմ, որ դեղել ուներ, խումբ ուներ, որ անմիջապես մասնակցում էր, ասենք սենց մենակ մարտակեր չէր իր խմբեր, տարբեր տեղեր էր, իր պատրաստված խմբեր էր, մասնակցում էր, կրվում էր։ Մարտակեր են ժամանակ համարում են հիմնական բանն էր, էլի, հիմնական վտանգը, որ սպասում էր մարտակերն էր։ Դրա համար ինքը արդեն կոնկրետ բազանդրեց մարտակեր, էլի, Շահումյանը, հետո Շահումյանը հանձնեցինք, ինքը արդեն կոնկրետ մարտակեր սկսեց իր աշխատանքները։ 1991 թվականին Շահումյանի համար մղվող պաշտպանական մարտերին Լեոնիդը ծանոթացավ Վլադիմիր Բալայան անունով մի երիտասարդի հետ, ով ծնունդով Մարտակերտի շրջանի Աղաբեկալինչ գյուղից էր։ Իր գաղափարական հասունությամբ, հայրենասիրությամբ, գործին անմնացորդ նվիրումով եւ առասարակ բնավորությամբ Վլադիմիրն այնքան էր դուր եկել Լեոնիդին, որ վերջինս առաջարկել էր նրան զինակցել իրեն ազատագրական բանակի ղեկավարման գործում։ Լեոնիդի խնդրանքով Վլադիմիրը ստանձնել էր ազատագրական բանակի Արցախյան ճակատի հրամանատարությունը, իսկ ինքը Ազգալդյանը դարձել էր ռազմական կազմակերպության ընդհանուր ղեկավարը։ Հետզհետե գործնական հարաբերությունները նրանց միջև վերաճելու էին ջերմ ընկերության ու եղբայրական սիրով, ինչի ամենաակնառու ապացույցն էին լինելու 92-ի ամռան ճակատագրական դեպքերը։ Ենքան մոտիկ, ենքան հարազատած հերին, կարծես երկորյակներին, մի կոզինա մեծ ար, իմ տղաս փոքր ար, կարծես մի օրվա պիրած իրար լեզու հասկանալիս է ձևին էլ է, շատ իրար հավատարի, առանց իրար չէին մնում, որ Լեոնիդը մնար, ենթանի գոն է, հաշևարած իմ տողորած մինը մնում է, ես ոչ չոնեմ։ Իրենք ծանոթացել են Շահումյանը, Վլադիմիր Լեոնիդը, իրար ծանոթվել են Շահումյանը, ինչ-որ մի գործողությունների ժամանակ, առաջարկություն արել Լեոնիդը, որ Վլադիմիր ոնց է ձեր մոտ կարանք ժողովրդին ոտքի բարձրացնենք, լավ տեղեր կլինեն, որը պարապենք, մեզ քանակ չպետք է, մեզ որակ է պետք։ Կարանք հազարավոր մարդ բերենք, բայց հազարավոր մարդը մեզ պետք է որակ լինի մարդկաց մեջ, հազար մարդից ճոգենք, որակավոր ենք, որովհետև մենք քիչ քանակով ենք, մենք պիտի կարողանանք քիչ քանակով մեծ գործեր անենք հակառակորդի դեմ։ Այդ պլանները միշտ էլ ինքը ասել է, մշակել է, հետո Վլադիմիր եկավ գյուղից տեմեր, այս Աղաբեկալինչ մոխրաթաղ գյուղից ճոգել ենք մոտորապես մին 10 համավորական տղեր, տարել անտառներում, սկզբից Շահումյանի անտառներում, Թալիշի անտառներում, հետո մոխրաթաղի անտառներում, տարբեր տեղեր անտառներում պարապմունքներ են անցկացրել։ Կարճ ժամանակում Լեոնիդ Ազգալդյանի հիմնած ու ղեկավարած ազատագրական բանակի համբավը տարածվել էր ամենուր։ Ղարաբաղի գյուղերից, Հայաստանի տարբեր շրջաններից ու նույնիսկ Սփյուռքից Լեոնիդի մոտ էին գալիս կառույցին անդամագրվելու պատրաստ երիտասարդներ, որոնցից սակայն ոչ բոլորին էր բախտ վիճակվում կռվել պարոն Լեոնիդի հրամանատարությամբ։ Մարտիկների ընտրության գործում Ազգալդյանը առաջնորդվում էր բազմաթիվ չափորոշիչներով, որոնցից նույնիսկ մեկի անհամապատասխանության դեպքում տեխնացուն կորցնում էր բոլոր շանսերը։ Գաղափարական հասունություն, կյանքը հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու պատրաստակամություն, անբիծ անցյալ, անբասիր տեսք, ֆիզիկական անթերի տվյալներ եւ այս ամենը դեռ վերջի չէր։ Լեոնիդը կտրականապես արգելում էր մարտիկներին օգտագործել ոգելից խմիչքներ եւ նույնիսկ ծխել, ու իր մտցրած կանոնադրությունը խախտելու համար պատժում էր անվերապահորեն բոլորին։ Հայտնի են դեպքեր,
Երբ ծխելու համար նա բանակի շարքերից հեռացրել էր անվանի ու փորձված շատ ազատամարտիկների, հորդորելով նրանց անդամագրվել այլ ջոկատների, որոնք չէին փայլում կարգապահությամբ։ Եվ իրոք լավ տղեկն էին գալիս, կռվող, հասկացող, խմել, ծխել արգելում էր մեզ մոտ, ստիկ արգելում էր, вообще։ Նման մարդիկ եթե չեն կարողանում, չեն դիմանում, ինքը առաջարկություն էր անում ասում տղեկ, խնդրեմ ասում, այդ ջոկատներ կան, հա, նրանք էլ են պետք մեզ, չիմանաք թե մենակ էս է, մեծ բանակ է պետք, բայց այս բանակում սենց է պետք, պետք է չխմենք, չծխենք, որտեղ մեր գործողությունները, մեր նպատակները մի քիչ ավելի ծավալն է, քան թե որ դուք հասկանում եք, կամ էլ գիտեք դրա մասին։ Կարգապահությունը Լեոնիդ Ազգալդյան հրամանատարի աստվածն էր։ Մինչև Ղարաբաղյան պատերազմը բացարձակ պատկերացում չունենալով բանակային կյանքի եւ զինվորական կանոնադրության մասին, Ազգալդյանը կարողացավ ստեղծել ռազմական այնպիսի կուռ մի կառույց, որում հաշվի էր առնված ցանկացած մանրուք եւ որում կարգազանցությունը մարտական գործողության ժամանակ եւ նույնիսկ կենցաղում ու հանգստի պահերին պատժվում էր խստագույն կերպով։ Ազատագրական բանակի կարգապահության մասին Ղարաբաղում մինչև որս լեգենդներ են շրջում, սակայն Լեոնիդի մարտիկների վկայությամբ այդ պատմություններում չկա հնարածին ոչինչ։ Այդ ժամանակահատվածում մենք ջոկատներ շատ ունեինք, բայց ամենից կարգապահը, այսպես զինվորական առօրյայով, զինվորական մտածողությամբ եւ որպես զինվորական ստորաբաժանում ես կներկայացնեի այդ պահին Վլադիմիր Բալայանի ջոկատը, որ համատեղ Լեոնիդ Ազգալդյանի հետ կազմավորվեց։ Իսկ մնացածները կասեի ֆիդայական ջոկատներ էին։ Երկրորդ առանցքային խնդիրը, որ մշտապես գտնվում էր Լեոնիդի ուշադրության կենտրոնում, դա իր զինվորների ֆիզիկական ու մարտական պատրաստվածության կատարելագործումն էր։ Նույնիսկ մարտերի ընդմիջումներում գոյացած ազատ ժամերին նա իր զինվորներին թույլ չէր տալիս հանգստանալ անհրաժեշտից ավելի, այլ հրահանգում էր ու պարտադրում էր ամենօրյա զորավարժանքներում հղկել մարտարվեստի վարպետությունը եւ ինքն էլ բոլորի հետ հավասար կատարում էր վարժական առաջադրանքները։ Ձեռնամարտ, հրաձգություն, տակտիկական մեթոդների մշակում, 10-ից 15 կիլոմետրանոց բասկարշավներ լեռների լանջերով, անտառների ու կիրճերի միջով։ Այս պարապմունքները պարտադիր ու գրեթե ամենօրյա բնույթ էին կրում։ Շատերը չէին դիմանում, տրտնջում էին ու բողոքում։ Այդպիսիներին Լեոնիդը առանց երկմտելու անմիջապես ազատում էր կառույցի շարքերից, իսկ նրանց, ովքեր մնում էին ու լուր դիմանում, հորդորում էր ընդամենը 4 բառով. շատ քրտինք, քիչ արյուն։ Լեոնիդը սկզբանե կողմնակից էր գաղափարական բանակ ունենալու եւ նա յուրովի դասիրակում էր իր զինվորներին ոչ միայն գաղափարապես, նաեւ ֆիզիկապես, տակտիկապես, այսինքն ռազմավարական առումով եւ մեր ջոկատը մշտապես մարզումների մեջ էր։ Եթե ռազմադաշտում չէր, մարտադաշտում չէր, ապա անպայման փորձադաշտում էին։ Եվ այս մոտեցումը եւ ֆիզիկական պատրաստվածությունը եւ նույնիսկ արևելյան մարտարվեստի մի նոր ձև, որը մեր սփյուռքահայ ընկերներից մեկը սովորեց մեր ջոկատին, որը կոչվում էր հայ ճամփա, եւ այս առումով Լեոնիդը ամեն կերպ փորձում էր իր զինվորներին դասիրակել ռազմադաշտում ամեն տեսակ դիմակայությունների։ Ինքը միշտ այդ բառը օգտագործում էր, ասում տղեկ պետք է մենք լինենք կոմանդոսների պես։ Մենք պիտի 5-10 հոգով մտնենք մի գյուղ, մի գումարտակ հակառակորդի, վերացնենք դուրս գանք քիչ կորուստներով։ Պիտի քիչ կորուստներով մեծ վնաս հասցնենք հակառակորդին, որպեսզի կարողանանք մենք մեր երգիրը, մեր հողերը, մեր այս պապական հողերը ազատագրենք։ Ըստ էության, Լեոնիդ Ազգալդյանի դարձնած մարտական կառույցը հայկական ռազմական ուժերի կազմում հատուկ նշանակության անդրանիկ զորախումբը դարձավ։ Լեոնիդի զինվորները պատրաստ էին կատարել մարտական ցանկացած առաջադրանք, հետախուզական, դիվերսիոն թե հարվածային, ըստ որում այդ առաջադրանքը նրանք կատարում էին արագ, անսխալ եւ ամենակարևորը նվազագույն կորուստներով։ Անհավանական է, բայց փաստ, որ ամբողջ 4 տարվա ընթացքում Ազգալդյանի ստեղծած անկախության, հետո նաև ազատագրական բանակները մշտապես գործելով հակամարտության ամենաթեժ կետերում ունեցել էին ընդամենը 6 զոհ, ցուցանիշ, որը խոսում է ինքնին։ Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի խոստովանությամբ Լեոնիդն իրեն սովորեցրել է չշտապել որոշումներ կայացնելիս եւ միշտ հորդորել է ցանկացած մարտական առաջադրանք պլանավորել այնպիսի մանրակրկիտ ձևով, որպեսզի կորուստների հնարավորությունը հասցվի նվազագույնի եւ նույնիսկ բացառվի։ Զոհվելու պատրաստ զինվորները
ամենաթանկագինն են, ինչ մենք ունենք, ասում էր Լեոնիդը։ Եվ երբեք չի կարելի շռայլել նրանց մահը։ Սա էր ռազմական գործչի ու հրամանատարի փիլիսոփայության գերագույն բանաձևը։ Նրա հանճարեղության կողմերից մեկը նաև զինվոր չզոհաբերելու, զինվորի արժեքը իմանալու, կամավորագրված տղաների գինը իմանալու իր այդ անգերազանցելի բնավորություններ։ 4 տարվա մեջ 6 զինվոր դա ավելի քան քիչ է, սա Նժդեհյան մոտեցում է Մարտին։ Նժդեհը 2.5 տարվա ընթացքում մարտնչելով 3-4 պետությունների դեմ, նաև խորհրդային Հայաստանի դեմ, ունեցավ ընդամենը 28 զոհ, փոխարենը 15,000 հակառակորդ զոհաբերելով։ Այս պարագայում կարելի է նաև գաղափարախոսությունը Լեոնիդի հաշվի առնելով պետք է ենթադրել, որ Արցախյան ազատամարտի միակ մեծ հոգեզավակը Նժդեհի Նժդեհյան գաղափարախոսության ուսմունքի հետևորդը, միգուցե նույնիսկ լիովին ծանոթ չլինելով Նժդեհյան գաղափարախոսությունը, դա Լեոնիդ Ազգալձյանն էր, որը գործում էր որպես Նժդեհ Արցախի լեռներում, Շահումյանի լեռներում, նաև Վարդենիսի լեռներում, պետք է ասել, որ ամենամեծ հետևորդը Նժդեհյան գաղափարախոսության դա Լեոնիդ Ազգալձյանն էր։ Վարդենիս, Շահումյան, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Տող, սա է Լեոնիդ Ազգալդյանի հիմնած ազատագրական բանակի մարտական ուղին։ 27 ազատագրված գյուղ, հարյուրավոր մեծ ու փոքր մարտեր, ընդամենը 6 զոհ եւ ոչ մի պարտություն։ Թերևս հայկական կամավորական զորաճոկատները գլխավորող դաշտային հրամանատարներից եւ ոչ մեկը չէր կարող պարծենալ նման ցուցանիշերով, սակայն այլ խառնվածք ու հոգի ուներ Լեոնիդը։ Նա չէր պարծենում ձեռք բերած ակնառու հաջողություններով, այլ շարունակ դժգոհ էր արդյունքներից, իր մարտիկներից եւ ամենաշատը ինքն իրենից։ Այս ամենը քիչ է, բավարար չէ։ Պատերազմը գնալով հագնանում է եւ պետք է օրնիբուն պատրաստվել ամենավատ զարգացումներին։ Լաչինի ազատագրումից հետո, երբ հայությունը ցնծում էր եւ շատերի համար պատերազմի ամենածանրագույն օրերը թվում էին անցյալում, Լեոնիդը ասել էր իր զինակիցներին. այս հաղթանակները հավասարվելու են 0-ի, որովհետև այս հաղթանակների թիկունքում կանոնավոր բանակ չկա։ Բանակային ստորաբաժանում կամ կառույց ստեղծելու գաղափարը դեռևս ավելի վաղ ծնվեց Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի մոտ, եւ նրանք կարող եմ ասել, որ առաջին հենց իրենք բանակային ստորաբաժանում կազմավորեցին Մարտակերտի շրջանում։ Եվ այդ ջոկատի հաջողությունները հենց դրանով էր պայմանավորված, որ կար կարգապահություն, կար միասնական հրաման եւ այլն։ Ու գաղափարի մասին չխոսեմ, որովհետեւ բոլորն էլ գաղափարական զինվորներ էին։ Հայկական կանոնավոր բանակը նրա իղձերի գագաթն էր, նրա ամենանվիրական երազանքը։ Թերևս հենց այդ էր պատճառը, որ իր ստեղծած փոքրաթիվ զորախումբը նա չէր կոչել ջոկատ, այլ կնքել էր այն բանակ անունով։ Ըստ էության իսկական բանակին նրա զինվորները զիջում էին միայն քանակով ու սպառազինությամբ, ընդամենը։ Սակայն նրանց ոգին, նվիրումն ու արիությունը իրար ինքերազեր ունենալ աշխարհի ցանկացած բանակ, եւ ցանկացած բանակ էլ իրեն երջանիկ պիտի զգար ենթարկվելով Լեոնիդի պես հանճարեղ գեներալի, ով իրականում նույնիսկ լեյտենանտի ուսադիրներ էլ չուներ։ Գիտակցում էր, որ ազգի զինվոր լինելը շատ ավելի բարձր կոչում է, քան օտար ազգի մարշալ դառնալը։ Եվ թերևս դա է պատճառը, որ եւ երևի թե կյանքը չի ստեղծել այնպիսի կոչում, որին արժանի էր Լեոնիդ Ազգալձյանը։ Նա զոհվեց, երբ որ ոչ մի կոչում չուներ։ Նա բանակային ոչ մի կոչում չի ունեցել եւ չկա այնպիսի կոչում, որը արտահայտեր նրա մեծությունը։ Երբ 2.5 հազարամյակ առաջ Բարսկական բազմահազարանոց բանակը մահու ավեր սփռելով շարժվում էր դեպի Հունաստանի սիրտը, Թերմոպիլը կոչվող կիրճում նրան դեմ հանդիման դուրս եկան 300 սպարտացիները, իրենց քաջ առաջնորդ Լեոնիդի գլխավորությամբ, ում անունը հունարեն Արյուծ է նշանակում։ Կարող էին պարսիկները ենթադրել, որ իր մի բուռ խենթերին առաջնորդելով այդ մարդը կկանգնեցնի իրենց առաջխաղացումը։ Ոչ, եւ սակայն նա արեց դա, արեց անհնարինը իր եւ իր քաջ սպարտացիների նահատակության գնով։ Զարմանալի զուգադիպությամբ 2.5 հազարամյակ անց սպարտական ոգով դաստիարակված իր 300 զինվորների գլուխն անցնելով նույն սխրանքը պիտի կրկներ Լեոնիդ Ազգալդյանը հայոց Թերմոպիլեում, Արցախում, կտրելով
մահ ու ավեր սփռող թշնամու առաջ խաղացումը դեպի իր հայրենիքի սիրտը։ Սա Հայաստանն է եւ վերջ, ասում էր նա, եւ այդ բարձունակ թվացող բառակապակցության մեջ էր տեղավորվում նրա դավանած բացարձակ արժեքը, նրա կյանքի ողջ փիլիսոփայությունը, նրա միակ հոգսն ու մտորումը։ Լեոնիդի առանձնահատկությունը նաև կայանում էր նրա հանճարների բազմազանության մեջ, որովհետև նրա մեջ պարփակված էր ֆիզիկական հզորանց, պարփակված էր ոգեղեն մի մարդ, պարփակված էր ռազմական հանճար եւ այդ ամենի մի քանի հանճարների թագուպսակի բարոյական հանճար։ Այն, որ նա երբեք չէր կարող որևէ սակարկման մասնակցել, երբ խոսքը հայրենիքի մասին է։ Հազար 992 թվականի հունիսի սկզբին ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման ժամանակ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտակայքում հերոսաբար զոհվեց Լեոնիդի ամենամտերիմ ընկերն ու զինակիցը, ազատագրական բանակի Արցախյան ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանը։ Նրա ուղարկավորության արարողության ժամանակ Ազգալյանի զինվորները առաջին ու վերջին անգամ տեսան իրենց հրամանատարին արտասվելիս։ Այն մակարդակը, որ ինքը ուներ, ունի, կամ այդ մակարդակի մարդ ամեն ժողով ծնում է 3-4 տարի։ Այդ պետք է պարզ մենք հասկանանք և ամագը, որը ինքը դրել է այս երկրի վրա, չթողնենք ոչ մի կաթի հետ պահանջի։ Դա է ամենակարևորն բոլորիս համար։ Որովհետև ինչ արել այս մարդը, դա ամեն մեկը չի կարող անել։ Իրոք մեզ բոլորիս նա տվել է մակարդակ, հասկանում եք։ Զինվորի մակարդակ, նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածներ, որտեղ այնտեղ իր պահանջը կա, հավանաբար այդ է իմաստը։ Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ, նա զոհ է, ոչ նահատակ։ Ականատեսների վկայությամբ Լեոնիդը շուրջ 3 ժամ լուռ ու խոնարհ կանգնած մնաց իր ընկերոջ շիրմաթմբի առջև եւ ապա մրմնջաց. «Դեռ մի ամիս էլ չի անցնի, ու մենք դարձյալ կհանդիպենք երկնքում»։ Լեոնիդ Ազգալդյանը իր վախճանը կնքեց Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում 1992 թվականի հունիսի 21-ին, իր ընկերոջ մահվանից ուղիղ 12 օր անց, այդպես իրականություն դարձավ սեփական նահատակության նրա մարգարեությունը։ Բացի հրամանատար լինելուց նրանք չդադարեցին զինվոր մնալուց, նաև զինվոր էին եւ առաջավոր զինվոր էին, առաջնամարտիկ էին։ Ոչ թե ասենք մարտը ղեկավարային թիկունքից, այլ հենց առաջինը զինվորի կողքին կանգնած եւ առաջինին իրենք կհայտնվեին այդ դիրքերում։ Վլադիմիր Բալայանը զոհվեց Չայլուի դիրքերում գենդերակոչող տեղամասում հենց առաջին գծում։ Այսինքն եւ Լեոնիդ Ազգալդյանը եւ Վլադիմիր Բալայանի մի կերպարը պիտի այսօր կարանք ներկայացնենք, այն ինչ որ կա։ Եվ կերպարի մեջ հետեւյալը պիտի ասենք, որ նրանք առաջնամարտիկ էին։ Այսինքն զինվոր, որ կանգնած էր առաջի գծում։ Զինվոր հրամանատար, որ առաջինքն էր գնում եւ իր հետևից տանում էր զինվորներ։ Այսինքն նրանք նաև պատերազմի դաշտում, մարտի դաշտում անձնական օրինակ էին հանդիսանում բոլորի համար։ Դրա համար մեծ սեր, հարգանք վայելեցին իրենց զինվորական, արդեն ասեմ, զինվորական այդ ստորաբաժանումում։ Նրա մահվան ոտը ծնեց բազմաթիվ վարկածներ եւ շատ մարդիկ, զինակիցներ ու մտերիմ ընկերներ մինչեւ օրս հակված են ենթադրելու, իսկ նրանցից ոմանք նույնիսկ համոզված են, որ նա իրականում ինչ-ինչ դավադրությունների զոհ էր դարձել։ Ճշմարտության առջև չմեղանչելու համար հարկ է նշել,
որ այդ ենթադրություններն ու համոզմունքները այժմ արդեն անհնար է մերժել կամ հաստատել։ Լեոնիդի նահատակության առեղծված է հյուսվեց նրա կյանքի ու անձի մեծ առեղծվածին, սերունդների համար դառնալով ասք ու առասպել այրլուծանուն հերոսի մասին, ով սիրել էր իր հայրենիք իր կյանքից շատ ու առաջինն էր նետվել մարտադաշտ իր ժողովրդի համար օրհասի ժամին։ Ես չեմ կարծում, որ իրենք Վլադիմիրը, Լեոնիդը եւ մեր հերոս Ավոն, ոսում մեր Աշոբնա, Ասկովգան, մեր լավ հրամանատարները, որ չզոհվեին, հիմա կարող է մեր դիրքերը 50 կիլոմետր առաջիններ։ Ես սենց եմ կարծում։ Մարդիկ հայրենացվել, նվիրված, սենց եմ կարծում եմ։ Երևի տենց էլ կներ։ Լեոնիդը 20-րդ դարի մեր միայն մի մարդու հետ կարամ համատեմ, ներդեի հետ կարամ համատեմ։ Ես շատ եմ ափսոսում, որ մինչև հիմա ինքը իր գնահատականը, որ պետք է տար ժողովուրդը, դեռ չեն տվել։ Ես սա եմ ափսոսում։ Երևի մենք որպես ազգ մինչև այսօր այդքան տկար ենք մնում այդ պատճառներով։ Ամենին իր արժեքը չեն տալիս։ Փառք ու պատիվ մեր ազատամարտիկներին եւ զոհված ազատամարտիկներին եւ կենթանի մնացածներին։ Կենթանի մնացածների շարքումը շատ հերոս ազատամարտիկներ մենք ունենք, որոնցից շատերը արժանի են հերոսի կոչման։ Ինչպես է լինում, որ պարտված Ադրբեջանը ավելի շատ ազգային հերոսներ ունի, քան մենք։ Ուղղակի զարմանալի է։ Մենք պետք է էապես փոխենք գոնե այսօր փոխենք մեր ստրատեգիան, փոխենք մեր մոտեցումները, մեր իշխանությունները պետք է լուրջ այսպես մտածեն եւ լուրջ եզրակացության հանգեն։ Պալատական որոշումներով չէ, որ տալիս են հերոսի կոչումներ։ Հերոսի կոչումներ բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը եւ նրա տակ կնիքը դնում է ժամանակ։ Իսկ այն, որ ժողովուրդը ճանաչել է Լեոնիդին որպես հերոս եւ առավել քան հերոս, մարդ, որը բարոյականության հերոս էր, եւ իր բազում հանճարների թագուպուսակը դա բարոյական հանճարն էր, որը այսօր եւ երեք եւ պատերազմի ժամանակ շատ մարդկանց էր պակասում։ Երբ կգան, կասեն, որ ես զոհվել եմ, չհավատակ։ Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու, անընդհատ կրկնում էր նա ժպիտով։ Ազգալյանի մահվանից հետո շատերն էին հիշելու նրա այս խոսքերը եւ ափսոսանքով նշելու էին, որ նրա մեծ երազանքը ավաղ այդպես էլ չիրականացավ։ Սակայն այդ անհավանական մարգարեությանը վիճակված էր դառնալ իրականություն, քանզի հենց Ղարաբաղից, որտեղ նահատակվեց Լեոնիդը, արդեն երերացին Ստամբուլի պատերը։ Մահը չունի ավելի մեծ թշնամի, քան մարդը, մարդիկը, անմահության թեկնածող։ Փառք այն խենթերին, որ ապրում են այնպես ասես անմահ են եւ անմահանում են իրենց խենթացնող մահով։ Գարեգին Նեժդե